Բաղկին Արասյանը ասացիան նկատմամբ դրած խախտման միջոց ստորագրություն շրջանառու մասին թողնել վերացնել և նրան կալանավորել դատական նիստի դահլիճում։ Նոր ճանաչել քերական նստուկին 176 ծոցած երկրորդ մաս առաջ երկրորդ չորրորդ կետով պատվիրի շրջանառի ազատազրկում 3 տարի ժամկետով։ Քերական նստուկի 69 հոդվածի կիրառման ազատազրկման ձևով նշանակված բաժին հաշվարկելով Կալանքի տակ կարելի է 3 ամիս 11 օր ժամկետը Տիգրան Վահրամի Սորտյանի նկատմամբ վերջնական պատվիժ նշանակել ազատազրկում 2 տարի 8 ամիս 19 ժամկետով, որը պետք է կրի դավանամասական քերակատարողական հիմնարկում։ Տիգրան Վահրամի Սորտյանի նկատմամբ դրած խախտման միջոց ստորագրություն շրջանառու մասին վերացնել և նրան կալանավորել դատական նիստի դահլիճում։ Բաժնի մասից հաշվել 2012 թվականի փետրվարի 19-ին։ Դահլիճում մնացած մասով թողնել անփոփոխ, որոշում կա բողոքարկել դատավորել դատարան հրապարակման պայս մեքանիզմի ժամկետը նախագահ դատարանը դատավորել ստորագրությունը դատական ստացիոն փաստից։ Այս դատավճիռը կարելի ասել ֆաշիստական դատավճիռ էր, այս կազմն էլ հենց ֆաշիստական կազմ է, այս էլ որ երրորդ գործն է, որ իրենք փոխում են եւ անցնում են մեղադրանքի կողմում, թեպետ իրավունք չունեն մեղադրանքի կողմում հայտնվել, չեն գնահատում ճիշտ, ես անպատճառ բողոքարկել եմ այս դատավճիռը, որովհետեւ առաջի անգամ այս իրավիճակում հայտնված երիտասարդները ավելի շատ ազատության մեջ կուղվեին, քան թե կալանավայր տեղափոխել։ Իսկ ինչքան ժամանակում եք բողոքարկելու։ 1 ամսվա ժամկետ։ Չեք կարծում, որ դատարանը ահավոր խիստ դատավճիռ կայացրեց։ Իհարկե դատարանը, ես ասում եմ, սա մի այնպիսի դաժան դատավճիռ էր, մի այնպիսի դաժան դատավճիռ, որ ես չեմ պատկերացնում նման իրավիճակ լինի, որ որևիցե մի տեղ։ Անը գտեք մի ամիս Եթե երեխաները արդեն աշխատանքի մեջ էին, արդեն ուղղվել են,
անմիջապես դատավճիռից հետո անցել են աշխատանքի, իրենց մեղավոր են ճանաչել, 800,000 դրամի տուգանքն էլ է շատ խիստ պատիժ նրանց համար։ Իսկ ով ասեց, որ նրանց նկատմամբ մեղ պատիժ է կիրառվել։ Ես ուղղակի կուզենայի ավելացնել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածում սահմանված դրույթները սոցիալական արդարություն վերականգնելը ոչ թե երիտասարդներին կամ անձանց ուղղելու համար կալանավայր տանելն է, որոնք պետք է շփվեն հանցագործների հետ, այլ իհարկե սոցիալական պատիժ նշանակելը դա ուղղելու նպատակ է հետապնդում, ոչ թե ինքնանպատակ է, եւ նրանք ազատության մեջ մնալով առաջին անգամ իրենց աշխատանքով կարող էին քավել իրենց մեղրը։ Ուժող կողմը հայտարարել էր, որ իբրև տարված ժամացույցը 800,000 դրամ է, բայց փորձագիտական եզրակացությամբ տվել էին 1500 դրամ։ 1500 դրամ էր տվել փորձագիտական եզրակացություն եւ մնացած իրերի նկատմամբ էլ որ դատավճռում նշված է, որից է բան չի հայտնաբերվել։ Իսկ հենց այս 5 ամբաստանյանները այդ տաքսի ավտոմեքենայի մեջ չեն եղել, որտեղ պարսիկներն են, այնտեղ եղել են մարմնավաճառները, որոնք կարող է եւ իրենք են տարել։